արդեն հայտնի են, թե ովքեր են այդ 29 պատգամավորները, ովքեր կգործուղվեն խորհրդարան։ Տրամաբանական է, որ դրանք մեր համապետական ցուցակի առաջի 29 տեխնացուներն են, եթե որևէ մեկը որոշում կայացնի, անհատական որոշում կայացնի ստանձնելու մանդատը, ապա կանցնի ցուցակի հաջորդ համարը, այսինքն այդ որոշումը այլևս վաղուց կայացվել է համապետական ցուցակը կազմելուց։ Այսինքն թե ովքեր կլինեն, նայում են ցուցակի առաջի 29 համարին, եթե լինեն մարդիկ, ովքեր հրաժարվեն մանդատից, ապա հաջորդը։ Ես չեմ կարծում, որ հրաժարվողների քանակը մեծ է լինելու, այսինքն մեծ հավանականությամբ հենց ովքեր կան, նրանք կլինեն պատգամավորներ։ Եվ երեք փաստորեն հայտնի դարձավ, որ դատախազությունը ԿԸՀ ներկայացրել էր միջնորդություն Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու, նույնիսկ ազատությունից զրկելու հարցով։ Դուք տեղյակ եք ու առհասարակ ինչի հետ է կապված, ծանոթ եք գործը։ Ես տեղյակ չեմ, տեղյակ եմ մենակ մամուլից եւ պարզ է դառնում, որ ինչ որ Նարեկ Կարապետյանի սկզբանե հայտարարում էր, որ մանդատ վերցնելը դա նաեւ ուղեգիր է դեպի աքսորավայր, կալանավայր, դա հենց դրա ապացույցն է, այսինքն որ նրանք ովքեր վերցնելու են մանդատներ, ովքեր շարունակելու են քաղաքական պայքարը, լինելու են այս իշխանությունների թիրախում եւ Նարեկ Կարապետյանը լինելով մեր համապետական ցուցակի առաջի համարի տեխնացուն, հենց պարզվում է հենց իր օրինակով է դա տեղի ունենում, այսինքն ակնհայտ է արդեն, որ դատախազությունը նախաձեռնել է հանրային քրեական հետապնդում վարույթ պարոն Կարապետյանի դեմ, չեմ պատկերացնում նույնիսկ ինչ կարող լինի, որովհետև Նարեկ Կարապետյանից պարկեշտ, օրինավոր, օրինապաշտ մարդ, ես ճիշտ ասած մի քիչ դժվար եմ պատկերացնում եւ նույնիսկ չեմ էլ հասկանում, թե ինչ երևակայություն կարող ունենան որևէ մեկը, որ մտածի, որ Նարեկ Կարապետյանը կարող որևէ իրավախախտում թույլ տա այնել այն աստիճանի, որ դա լինի քրեական հետապնդման ենթակա։ Անկեղծ ասած ես դա չեմ պատկերացնում։ Նարեկի հետ ինչքան ես շփվել եմ, հասկացել եմ, որ նա շատ օրինավոր, պարկեշտ, համեստ, առաքինի մարդ է։ Ինչպես է ձեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանը ընտրում այդ անձնավորությունների, նրան անպայման խոչընդոտել, մյուսին չխոչընդոտել։ Դե Նիկոլ Փաշինյանի որոշումները դրանք էմոցիոնալ, հիստերիկ, անհավասարակշիռ, պայի ազդեցության տակ կայացվող որոշումներ են։ Կարող մեկի մի հարցազրույցը լսի, հիմա կարող է այս հարցազրույցը լսի, իրան դուր չգա, մի անգամից ասի, գնացեք Ղազարյան Էդգարին, բերեք, ընդ որում նկարագրելով, թե դա ոնց պիտի լինի, 20 հոգով կետակ, իրար ռազմերի բան չվերցնեք, այն Ծառուկյանի ոնց է, չէ, ձեռքերի ձեռնաշղթաները նույնիսկ իրար ռազմերով էր, չէ, ես ում համար էր նախատեսված էլ Ասած տեսանյութը չի տեսել, պարոն Ղազարյան։ Ասած ես տեսանյութը չեմ տեսել։ Սուտ է, դրա որ ասա, դա հավատում եք դուք դրա ասածները։ Նա մինչև հիմա ճիշտ բան ասած չկա։ Այսինքն ձեր կարծիքով նա Ծառուկյանի բանի ձերբակալման տեսանյութ չի տեղ։ 20 անգամ երևի նայած կլինի։ Որտեղ նա ասենք իր տված պահանջներին համապատասխանում է թե չէ։ Այսօր նաև Արեգնաս Մանուկյանը, գուցե պատասխանել եք գոլեգայի հարցին, մենք ուզում ենք Արեգնաս Մանուկյանի բանը գործողություններ կատարվեցին, նրան մեղադրանք առաջադրվել։ Սա ինչ է, այսինքն ինչ տրամաբանություն է գործում ստեղ։ Խմբակցությունը կարծես թե Ծառուկյանի գլխավոր ուժը արդեն գոյություն չունի ազգային ժողովում։ Այս հետապնդումները ինչի մասին են։ Չէ, բայց ինքը ասել է, չէ, որ խոսքը միայն չի վերաբերում նրան, որ թողնի խորհրդարան, թե չէ։ Անգամ խորհրդարան չթողնելուց հետո նա պետքա ունեզրկի նրանց, չէ, պետքա այտենց կզծնի, չգիտեմ, պետքա սատկացնի, չէ, դե ինչ տարբերություն, եթե նրա համախոհներն են, նրա աջակիցներն են, թիմակիցներն են, ուրեմն բոլորը պիտի այդ ճանապարհով անցնեն։ Դեպ ասեմ, այս գործը, որը կա մեծ հավանականությամբ դա կապված է Անդրանիկ Թևանյանի գործի հետ, բացի իրավական խնդիրներից, ես կարծում եմ սա շատ լուրջ քաղաքական գործ է, որովհետև Անդրանիկ Թևանյանին ինչի մեջ էին, չէ, սկզբից մեղադրում, չգիտեմ, վերջի այդ մեղադրանքն են թողել թե չէ, Ռուսաստանին ինչ-որ տեղեկություններ տրամադրելու։ Հիմա նայեք ինչ է, ասենք Ռուսաստանը Հայաստանի հետ պայմանագիր ունի գաղտնի տեղեկությունների փոխանակման վերաբերյալ։ Բարեկամական բոլոր պետությունները միմյանց հետ նման համաձայնագրեր են կնքում։ Դա նշանակում է, որ եթե պետությանը դու բարեկամ ես որպես դիտարկում, այդ երկրում հետախուզություն անելու խնդիր չունես, եթե քեզ գաղտնի տեղեկություն է պետք է պաշտոնապես դիմես համապատասխան մարմինին եւ քեզ անհրաժեշտ տեղեկությունները ստանաս։ Նույնը վերաբերում է Հայաստանին, եթե Ռուսաստանից գաղտնի տեղեկություն ուզենա, պետք է Հայաստանի իրավապահ դիմեն Ռուսաստանի գործընկերներին եւ ստանան այդ տեղեկությունը։ Եթե նրանք Ռուսաստանին հիմա նման բանի մեջ մեղադրում են, նշանակում է այս գործը դրա համար է, որպեսզի Ռուսաստանին համարեն ոչ պայմանագրաունակ պետություն։
Այսինքն ասում են ճիշտ է, դու նման պայմանագիր ունես, դու Հայաստանը համարում ես իբր բարեկամ երկիր, բայց տես նման գործողություններ ես իրականացնում, նման տեղեկություններ ես ուզում եւ այլն, այսինքն սա իր մեջ, իր բնույթով շատ լուրջ աշխարհաքաղաքական ռիսկեր է իր մեջ պարունակում, քան զույգ մենակ քաղաքական հետապնդումը, որը իրականացվում է։